Բաքվում կայացված 20 տարվա ազատազրկման դատավճիռը Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել, սակայն այս քայլը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ։ Ըստ տարածված հայտարարության, սա գիտակցված եւ սկզբունքային որոշում է, որով նա հրաժարվում է լեգիտիմացնել մի գործընթաց, որը նրա խոսքով ի սկզբանե կապ չի ունեցել արդարադատության հետ։ Դատական լսումները փաստացի անցկացվել են դռնփակ ռեժիմով։ Անկախ դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել, միջնորդությունները անտեսվել են, իսկ դատավճռի ամբողջական տեքստը նույնիսկ չի տրամադրվել ընտանիքին, պատշաճ թարգմանությամբ։ Այս ամենը ըստ հայտարարության կոպիտ ընթացակարգային խախտում է, որը թույլ չի տալիս անգամ ֆորմալ կերպով հասկանալ, ինչի հիման վրա է կայացվել 20 տարվա ազատազրկման որոշումը։ Վարդանյանը նշում է. բողոքարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ գոյություն ունի արդար դատաքննության նվազագույն հնարավորություն։ Սակայն երբ խախտումները համակարգային բնույթ են կրում, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդման լեգիտիմացման գործիքի։ Սա պայքարից հրաժարում չէ, այլ հրաժարում ֆարսին մասնակցելուց, նշվում է հայտարարության մեջ։ Ընտանիքը շեշտում է, պայքարը շարունակվելու է միջազգային իրավական մեխանիզմների և ատյանների միջոցով։ Հիշեցնենք, փետրվարի 17-ին Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, իսկ փետրվարի 5-ին նույն դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավճիռները՝ ցմահ և 20 տարվա ազատազրկում։